Այս քարոզարշավը ցույց է տալիս, որ մեր ժողովրդի մեջ կա որոշակի բարակտվածություն։ Չնայած թեկուզ եւ քիչ քանակությամբ, բայց մի մարդկային թվականակ կա, որ դարձել են խիստ անտարբեր։ Մարդկանց խումբ կա, որ կասկածամիտ են, չեն հավատում։ Մի խումբ էլ կա, որ վախենում են։ Դուք դա մասին ինձ նոր ասացիք, այդ հարցը ես չեմ շարունակի։ Եվ մի այսպիսի խնդիր կա։ Արցախի հանձնման պարագան մեր այս ընթացքում նաև շատ խիստ ազդեց նաև մեր ժողովրդի վրա, նրա հոգեբանության վրա։ Այս քարոզարշավում հնչող խոսույթները, որ ասվում են որոշ կուսակցությունների կողմից, ես շքրից զամանքով նայեցի, որ անգամ ծափ տվող էլ կա ժողովրդի մեջ։ Վիրավորում են մարդկանց, հայոյում են, անպատվում են, սպառնում են ու ծափ են տալիս մարդիկ։ Փոխանակ գոնե, եթե բան չեն ասում, խելոք լսեն։ Հիմա մենք ունենք մի կուսակցությունը, որը մասնակցում է ընտրություններին։ Անունը դնենք քաղաքացիական պայմանագիր։ Իդեպ ես այնտեղ շատ մարդիկ եմ ճանաչում, որ լավ էլ հայրենասեր են եւ իրոք լավ մարդիկ են։ Շատերին մենք Տիգին Արպիկի դաս ենք տվել, մեծացրել ենք դպրոցում։ Այդ մարդիկ էլ կան այդպես, բայց այսօր նրանք էլ են վախենում։ Հիմա ես խորապես համոզված եմ, որ ԿՊ-ի վերնախավի գործունեությունը իրենց այդ վարչապետի գլխավորությամբ 100% դավաճանական գործունեություն է։ Ինձ որևէ մեկը չի կարող հակառակն ապահովել, որ ինչ որ հանգամանքների բերում եւ այլ եւ այլ եւ այլն։ Նա կատարվել է դավաճանություն, այսօր էլ այդ ամեն ինչը շարունակվում է։ Եվ մենք տեսնում ենք, որ նա մասնակցում է ընտրություններին, որպես կուսակցություն, գլուխ գովալով, վիրավորելով, անպատվելով, երեխեքին արդեն պղծելով են խայտարակ նշանը ցույց տալով, որ իրանք իբր թե սիրո նշան են անվանում, որ բնավ սիրո նշան չի։ Հիմա այո, որ դուք կլինեք արդեն մեր վարչապետը եւ որոշ հարցեր բնականաբար անպայման կփոխվեն։ Հնարավոր են այն աշխատանքները, որ կարողանանք մենք դասիրակությունը նորից դպրոց մտցնենք։ Որ դպրոցները պատասխան տան երեխաների դասիրակության մեծացման համար, նրանց կայացման համար, ոչ թե այսօրվա նման չեզոք ամուր զանգված կա, որոշ դպրոցներում գալիս են։ Եվ այդպիսի կուսակցությունները, որ բացառվի նման երևույթները մեր երկրից։ Հասկացա։ Նայեք, հիմա ինչ են անում, դպրոցական ծրագրերից այնքան բան են անել, հիմնականում հանում են ինքնությունը ամրացնող հարցերը։ Հիմնականում դրան են ձեռ տալիս։ Մեր պատմության հետ կապված, բայց իրենք ինչ են ասում են դպրոցը գիտելիք ստանալու տեղ պետք է լինի միայն։ Մենք ասում ենք դպրոցը ոչ միայն գիտելիքի տեղ պետք է լինի, նաև դաստիարակման, ինքը դաստիարակչական ֆունկցիա պետք է ունենա այս դպրոցը։ Սա սկզբունքորեն տարբեր բաներ են։ Ես համոզված եմ, որ դպրոցը միայն գիտելիքներ sense հաղորդելու երեխաներին տեղ չի, նաև դաստիարակչական լուրջ աշխատանք պետք է արվի դպրոցներում։ Ընդհանրապես դաստիարակչական, մանկապարտեզներ, դպրոցներ եւ հայրենասիրությունը միայն ընտանիքում չի լինում։ Հայրենասիրությունը պետք է ընտանիքի աշխատանքը եւ դպրոցի sense համատեղվի։ Իր մոտեցումն է, այդ խնդրումը դա է, նաև այդ դաստիարակչական հարցը, ըստ էության պետությունը ձեռք երելովանում է, ասում է, այս ամեն ինչ թողում ընտանիքի վրա։ Ընտանիքները տարբեր են լինում, տարբեր գրագիտության աստիճան է լինում ընտանիքներում, տարբեր հայացքներ, բայց պետությունը չի կարող իր պետական քաղաքականությունը, պետական դաստիարակչությունը, հայրենասիրությունը ընտանիքների միջոցով մենակ անել։ Պետությունը դա անում է առաջի հերթին դպրոց, մանկապարտեզ դպրոց։ Սա լրիվ ես ընդունել է եւ ուղղակի ուրիշ ձևի ես չեմ տեսնում։ Անկեղծ ուրիշ տարբերակ ես չեմ տեսնում։ Չի կարող պետությունը ձեռքերը լավանա, ես դաստիարակության հետ գործ չունեմ։ Ուրեմն ինքը երկրին նվիրված հայրենասեր քաղաքացի չի ունենալու։ Այս մի քիչ շարունակում 10 տարի շարունակվի, սա է լինել։ Հասկացող մարդը հասկանում է, որ այդ ամեն ինչը գալիս է պատասխանատուից եւ պահանջատիրոջից։ Այս ընտրություններն է զուտ նպատակը հենց այդ է, որ մենք ունենանք խայմ պահանջատեր ու ճիշտ պատասխանատու։ Բայց գիտեք մի բան էլ կա, եթե դու այդ դաստիարակությունը դպրոցի թողում ես, մի 20 տարի անցնում է, սերունդը փոխվում է, հետո այդ պահանջատերն էլ չի լինում։ Պահանջատերն էլ չի լինում։
Եվ այսօր եվրոպական շատ երկրներում այդ վիճակն է։ Իրենք հիմա չեն կարող ընդհանրապես բանակում ծառայողել չկա։ Այդ բանակում ծառայողների երկրներ կա, որտեղ բանակում ծառայողների ասենց մի 50-60%-ը նրանք են, ով դրսից եկել են եւ բանակում ծառայելու դիմաց քաղաքացիություն են փորձում ստանալ։ Հիմա սրան են տանում։ Մեր տարածաշրջանում, եթե այդ հայրենասիրությունը, եթե մեր ազգային ոգին, եթե մեր ասենց ավանդույթները մենք եթե չպաշտպան, խնդրեմ ենք ունենանք։ Իսկապես լրջագույն խնդրեմ ենք ունենանք։ Միգուցե դրա համար են անում, որ մենք այդ խնդիրները ունենանք, էլ։ Ուրեմն հիմա պետք է իսկապես առաջ առնենք եւ առաջ առնելու օրը հունիսի 7-ն է եւ համար 17-ն է։ Քվեարկում ենք եւ հարցերը լուծում ենք։